42-ամյա Վիլեն Գաբրիելյանը ծնվել է Բաքվում, մասնագիտությամբ տեղագետ է, ավարտել է Երևանի Մխիթարհերացու անվան պետական բժշկական համալսարանը։ Կարիերան սկսել է 2006-2007 թվականներին աշխատելով մասնագիտությամբ, եղել է տեղագետ Մեդֆարմացիա ՍՊԸ-ում։ 2007-2008 թվականներին եղել է Առողջապահության նախարարության մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի առաքման բաժնի պետը։ 2008-2009 թվականներին Ալֆա Ֆարմ Փակ բաժնետիրական ընկերության դեղատնային ցանցի վերահսկող վերահսկողության բաժնի պետ։ Հեղափոխությունից հետո 2020-2021 թվականներին ղեկավարել է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը։ ՀԱԿ համակիր, ակտիվիստ, ՔՊ-ական պատգամավոր և նորից ՔՊ-ական, բայց ամեն ինչ հերթով։ Մասնակցել է մի քանի սոցիալական թեմաներով ակցիաների և մտել քաղաքականություն։ Քաղաքական ուղին սկսել է հենց քաղաքացիական պայմանագրից։ 2013-ից քաղաքացիական պայմանագիր քաղաքական միավորման հիմնադիր անդամ է, 2015 թվականից էլ ՔԲ կուսակցության հիմնադիր անդամ է, առաջին վարչության անդամ։ Այդ փուլում Գաբրիելյանն ակտիվ էր Facebook-ում և իրեն նավակ ճոճող էր կոչում։ 2016-18 թվականները եղել են Գաբրիելյանի ապաքաղաքականացված տարիները։ 30 տարեկանում մեկնել է ծառայության, ծառայել է Արցախում, Օմարի լեռներում ու կյանքի այդ փուլում իրեն կոչել Օմարի արծիվ։ Երևան է վերադարձել Թավշյա հեղափոխությունից հետո։ 2021 թվականի հունիսի 20-ին ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Արցախում Օմարի լեռներում ծառայելով հպարտացող նավակ ճոճողը մի օր դադարեց խոսել Արցախի մասին։ Սնան քաղաքական օրակարգով զուտ Արցախի դրոշը թափ տալով ուզում են Հայաստանի Հանրապետությունում զավթեն իշխանությունը կրկին, ուզում ենք փողոց հարցնենք, դա մարդկանց կարծիքը։ Ինչ արում են։ Դե պարզ առումով իրականում տես եթերային չէ այդքան էլ այդ ասելը, բայց ասել որքան քաղաքացու է հետաքրքրել ընդհանրապես Արցախի խնդիրը, հա, որքան քաղաքացու է հետաքրքրել ընդհանրապես ռեալ։ Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանն այդ տարիների նավակ ճոճողը պարբերաբար հայտնվում էր սկանդալների կիզակետում կամ աղմկահարույց գրառումներ անում։ Սկանդալներից մեկն էլ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ էր կապված։ Գաբրիելյանին ծեծել էին փողոցում, ինչի համար նա մեղադրում էր հենց ոստիկանապետին։ Իշխանության գալուց հետո Գաբրիելյանը չէր թաքցնում, որ ոստիկանապետ դառնալու ցանկություն ունի։ Միշտ ասել եմ, որ պետք է ոստիկանապետ լինեմ, քանի որ շատ լավ եմ պատկերացնում այդ համակարգի էությունը։ Պատգամավոր դառնալուց հետո էլ երևի հենց ծառայությունը հաշվի առնելով պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ էր ու չէր ներում դասալիքներին։ Անգամ կուսակցական ընկերոջ Հայկ Սարգսյանի հետ վիճեց նիստի ընթացքում, հայտարարելով, որ չի կարող կողմ քվեարկել փողի դիմաց դասալիքներին ներելու Սարգսյանի առաջարկին։ Դուրս է գալի, որ ներկայումս ըստ էության ծառայությունից խուսափած մարդուն, որը որ փաստացի դասալքությամբ զբաղվել, ըստ էության ես պետք է հնարավորություն տամ, որպեսզի գումարով ինքը այդ իր հանցանքը գործած մենք այսպես ասած ներենք իրան, ցանկացած այլ պարագայում այս 24 ամիսա, 12 ամիսա, 6 ամիսա, 1 ամիսա, այդ թվում նաև այն պայմանով, որ հետագայում ինքը պարտադիր պետք է պայստազորում հաշվառվի, այդ տեսանկյունից խնդիր չեմ տեսնում, բայց 0 օր չծառայելու համար գումար վճարելով ես լուրջ խնդիր եմ տեսնում։ Մեկ այլ սկանդալի մասին էլ մամուլում տարածվեց, բայց հերքվեց Փաշինյանի մակարդակով։ Տեղեկություն տարածվեց, որ համավարակի օրերին վիճել են այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Գաբրիելյանը։ Փաշինյանն այս խոսակցությունն անվանեց Կիկոսի մահը ու անցավ առաջ։ Սակայն Գաբրիելյանի վերջին սկանդալը ճակատագրական եղավ նրա համար։ Հարբած Գյումրիի փողոցներում վեճ լրագրողի հետ ընդհուպ սեռական բնույթի հայոյանք։ Յանի ինչ է, դուք ինչ եք անում, հասկանում դուք ավելի բան եք անում հիմա։ Վեճի ընթացքում հասցրեց ասել մանդատը վայր չի դնում, քանի որ 2026-ին Հայաստանում իշխանափոխություն է լինելու, սակայն վերադարձավ Երևան ու մանդատը վայր դրեց։
Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորի վարքին։ Ազգային ժողովի падգամավորն իր առաքելություններում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ։ Ըստ այդմ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն եւ պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ազգային ժողովի падգամավորի մանդատս։ Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ազգային ժողովի աշխատակազմ։ Միաժամանակ հայտնում եմ, որ այս պահից սկսած ինքնաառաջադրվում եմ որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում վարչության անդամի տեխնացու, քանզի ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման եւ կերպարանափոխման կարիք։ Վիլեն Գաբրիելյանը պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, ամուսնալուծված է, ունի 1 երեխա։